Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Վաշինգտոնում այսօր կկայանա արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում է թրիփի կենսագործման վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ըստ պետդեպի հանդիպումը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 21-ին։ Նշվում է, որ ավելի ուշ նրանց են միանալու պետքարտուղարի տեղակալ հուկերը, ապա բյուրոյի ավագ աշխատակից հանրահանը։ Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարները Բաքվում ադրբեջանցի գործընկերների հետ քննարկելուց հետո ամերիկյան պատվիրակությունը կայցելի Հայաստան, հայտնել է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Հիշեցնեմ, պատվիրակությանը Բաքվում երեկ ընդունել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Իրանում բողոքի ալիքը դեռ չի մարում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները հարձակվել են ոստիկանական և շտապօգնության մեքենաների վրա։ Ըստ երկրի անվտանգության ուժերի տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում 100-ից ավելի ոստիկան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպա։ 1979-ին գահընկեց արված իրանցի շահի որդին Ռեզա Փեհլևին, որի կոչերից հետո է երկրում իրավիճակն առավել սրվել, անդրադառնալով հարցին արդյոք ինքը պատասխանատվություն չի կրում իրանցիներին ուղիղ մահվան ուղարկելու համար, հայտարարել էր, թե սա պատերազմ է և պատերազմում զոհեր լինում են և ինքը չի խնդրել մարդկանց դուրս գալ փողոցներ և կռվել ռեժիմի դեմ։ Հիշեցնեմ, իրանական ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին ձևավորված զանգվածային ցույցերին զուգահեռ երեկ նաև կառավարամետ հանրահավաք էր կազմակերպվել Իրանի նախագահի ու արտգործնախարարի մասնակցությամբ։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների ինտերնետ հասանելիության սահմանափակումների ֆոնին։ Թեհրանում Միացյալ Նահանգների վիրտուալ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, թե ամերիկացիներին խորհուրդ է տրվում պլանավորել կապի այլընտրանքային ուղիներ և հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Երկքաղաքացիություն ունեցող ամերիկացիներին խորհուրդ է տրվում մեկնելու համար օգտագործել իրանական անձնագիր, քանի որ Թեհրանը չի ճանաչում նրանց ամերիկյան քաղաքացիությունը։ Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ, իսկ Թեհրանում երկրի շահերը պաշտպանում է Շվեյցարիան։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։ CNN-ը գրում է, որ Թրամփի այս որոշումը մեծապես կազդի Չինաստանի վրա, որն Իրանի և Միացյալ Նահանգների խոշոր առևտրային գործընկերն է։ Սա կարող է նշանակել, որ Չինաստանը կվճարի 45% մաքսատուրք Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանելու համար, ներկայիս 20%-ի փոխարեն։ Բացի Չինաստանից, Իրանի խոշոր առևտրային գործընկերներ են Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես են գործելու այս նոր մաքսատուրքերը և արդյոք դրանք ազդելու են միայն ապրանքների, թե նաև ծառայությունների վրա։ Հայաստանի պաշտպանության ոլորտի ծախսերը 2025-ին կազմել են 664 միլիարդ դրամ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ Պապիկյանի 2025 թվականը նաև բարեփոխումների տեսանկյունից է կարևոր։ Նա մասնավորապես նշել է պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը և շեշտել, դա շրջադարձային էր երրորդ հանրապետության պատմության մեջ։ Բարեփոխումների համատեքստում նախարարը նաև նշել է, որ 2023-ի համեմատ 2025-ին զորակոչի 19% աճ է գրանցվել։ Պապիկյանի խոսքով 1.5 տարվա ծառայության պայմաններում զինծառայողները կունենան 21-ից 30 օր արձակուրդ, այդ թվում 2 օր երթման արարողությունից հետո։ Այսքանը լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։ Կհանդիպենք։